Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 20-ի համար։ Օրը երկուշաբթի է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը որևիցե հարցում հաղթանակ դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին է լինելու, ձեր օգտին է ավարտվելու, նաև սուտ կա, որը որ ձեզ տհաճություն կարող է տալ։ Հյուր կունենաք կամ միգուցե հյուրի հետ է կապված այդ սուտը, կարող է ոնց որ գնումներ եք կատարում եւ այլն եւ չի գալիս։ Նաև տան հետ կապված ինչ-որ հարցեր կավարտվեն, կամ դուք վերջնական որոշում կկայացնեք, միգուցե վաճառում եք, միգուցե գնում եք, եւ այլն, յուրաքանչյուր բան։ Նաև նվեր է սա, կամ դուք կստանաք նվեր, կամ ձեզ որևիցե նվեր կանեն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որոշ հարցեր ունեք, դա կարող է լինել ուսման կենտրոն, հիվանդանոց եւ այլն, յուրաքանչյուր որևէ դատական համակարգ, նաեւ որևէ պետական ինչ որ
Դա օրինակ եթե գնում եք տոմս գնելու, հա, այդ տարածքը, այնտեղ որ գնում եք ավիաուղիներ, ձեռք բերելու այդ ամեն ինչը, դա նաև էլի պետական հիմնարկություն է, որովհետև դուք այնտեղ չեք աշխատում, հա, եւ ուրիշինն է։ Ինձ մոտ եղել է դա, հա, որ այդպես է եղել։ Որոշ գործեր կմնան այդ օրը չեք հասցնում ավարտել, որից տհաճ պահեր կան այդ օրը նաև։ Սեղանի շուրջ եք նստելու, ոչ է նամակ, փաստաթուղթ կարող ստանալ, ոչ է փաստաթղթերի հետ աշխատել, պայմանագիր կնքել, նաև փաթեթ ստանալ, եթե ինչ-որ բան եք պատվիրել, եւ հույսով լցված եք։ Միգուցե այդ նամակը, այդ լուրն է ձեզ հույսով դարձնում, հա, հույս է տալիս ինչ-որ մի բանի համար, կամ հույսները դրել եք ինչ-որ մի բանի վրա, կամ ինչ-որ մեկի վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, գումար կստանաք, նաև ինչ-որ մեկին եք սպասում կամ ինչ-որ բանի օրվա ընթացքում։ Որոշ իրադարձություններ կան, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի։ Նաև կարող վերջին մեկ ամսվա ինչ-որ իրադարձություն է ավարտվում է։ Կամ ամեն ամիս այն ինչ որ կար, դա է ավարտվում։ Այդ օրը հրավերք կունենաք որևիցե առիթի։ Եվ երեկոյան տհաճ պահեր կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 20-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը կամ դուք եք նվեր ստանալու, կամ դուք եք նվեր գնելու, կամ պատրաստելու ինչ-որ մեկի համար։ Նաև գաղտնի գործողություններ կան, միգուցե դա էլ նվեր եք պատրաստում։ Նաև ոմանք ունեն սիրային թաքուն հարաբերություններ, սիրային եռանկյուն հարաբերություններ եւ այդ օրը կհանդիպեք ձեր երկրորդ կեսի հետ։ Եվ իհարկե այդ թաքուն գործողությունները։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչպես կանեք, ինչպես կավարտեք, ինչպես կընդունեք։ Նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը լավ մտածեք, երկար մտածեք, հետո նոր արեք, միշտ ապեք ոչ մի հարցում։ Եվ հեռախոսազանգ կունենաք, որը որ ձեզ կերջանկացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որոշ հարցեր ունեք, որոնք որ պետք է լուծեք։ Դա կարող է լինել ուսման կենտրոն, դա կարող է լինել բժշկական կենտրոն, բանկ եւ այլն։ Նաև աշխատանքի հետ կարող է կապված լինել, կարող է պայմանագիր եք կնքում աշխատանքային։ Ինչ որ նոր մի բան է։ Ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք հարցազրույցի կգնան, ոմանք նաև պետական աշխատողի հետ կհանդիպեք։ Ճանապարհ եք գնալու եւ ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, նաեւ ոմանց սիրո խոստովանություն կանեն, դուք կանեք եւ սա նաեւ սիրահարվածություն է, ինչ-որ մեկին կտեսնեք եւ կսիրահարվեք։ Եվ ձեր հարազատ մարդկանց շրջապատում նաեւ կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հաջողություն ունեք, նաև հաջողությամբ կանցնի, եթե սիրային ժամադրություն ունեք,
Եթե ձեր հարազատ մարդկանց հետ պետք է հանդիպեք, ինչ-որ գործեր անեք, ինչ-որ բաներ անեք, ինչ-որ պահեր են, դա եւս, հա, ձեզ հաջողություն կբերի։ Հաջողությունից նաև դուք կարող ձեզ սիրված զգալ, լավ զգալ։ Ոմանք սիրո խոստովանություն կլսեն, սիրո խոստովանություն կանեն, հարազատների շրջապատում կլինեք։ Եվ ինչ-որ գործեր կմնան, ինչ-որ գործեր չեք հասցնում անել ավարտել։ Նաև ոմանք կընդունվեն աշխատանքի կամ շատ աշխատանք ունենաք կամ տանը շատ աշխատանք ունենաք, հա, շատ գործեր կանեք։ Նաև հանդիպում պետական աշխատողի հետ, հարցազրույցի կարող եք գնալ եւ տանը առիթ ունեք, կամ ձերն է, կամ պետք է գնաք, կամ տան հետ է կապված այդ, որ պետք է հանդիպեք ոյցա պետական աշխատողի հետ։ Նաև ինչ-որ պահեր են, հա, տան հետ կապված ինչ-որ հարցեր են, որոնք որ պետք է անեք, միգուցե տանն եք հավաքվում ձեր սիրելի մարդկանցով, ձեր հարազատ մարդկանցով։ Դե իհարկե ոմանք էլ ժամադրություն ունեն, ոմանք էլ պայմանավորվածություն իրենց սիրելի մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի կշարքներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է հենց կախված։ Նաև գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն, գումար կստանաք, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է գնաք անեք, կարող է լինել դա ուսման կենտրոն, բժշկական կենտրոն։ Նաև ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք, ձեր սիրված կզգաք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք, բայց հետո ինչ որ մի բան է ձեզ հիասթափեցնում կամ ինչ որ մեկն է ձեզ հիասթափեցնում, ինչ որ բան ձեզ տխրեցնում է եւ տհաճ պահեր կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 20-ին։
Հարգելի կարիչներ, այդ օրը ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կարող եք հեռվանալ, բաժանվել կամ ժամանակավոր հեռվանալ։ Ամենայն դեպս դա ձեզ ուրախացնում է, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի։ Օրվա ընթացքում երկու տարբեր պահեր կան, մեկը տրամադրությունը բարձր է, մյուսը ցածր, մյուսը ընկնում է, չգիտեմ ինչու։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք։ Դա կարող է լինել հիվանդանոց, ուսման կենտրոն եւ յուրաքանչյուր։ Նաեւ հյուր տհաճ-պահեր, միգուցե այդ ամենը կապված է պետական այդ աշխատողի հետ, միգուցե գալիս են ստուգման ձեզ մոտ, որն էլ որ տհաճ-պահեր է ձեզ մոտ առաջացնում։ Նաև հեռախոսազանգ կունենաք եւ հենց դա ինչ-որ մի բան տխրեցնում է ձեզ, կամ հեռախոսազանգը, կամ ինչ-որ բանից եք հիասթափվում, ինչ-որ մեկից եք հիասթափվում եւ տխրում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը նորություն կլսեք, նաև ձեր ցանկությունները կիրականանան եւ ուշադրություն դարձրեք առողջությանը անպայման, որովհետեւ դե հիմա այս անցումային շրջանում բոլորն են հիվանդանում։ Սեղանի շուրջ եք նստելու, նաև բացի հիվանդությունից, սա նաև ցավ է ինչ-որ միտեղ, ստամոք, սփոր, չգիտեմ, գլուխ եւ այլն։ Նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է ուշադրություն դարձնեք կամ ժամերով միտեղ կլինեք, ժամին ուշադրություն չեք դարձնի, ինչ որ ժամը եւ ժամանակը ձեզ համար շատ կարևոր են։ Եվ որոշ գործեր կմնան, ինչու կարող ժամանակի մեջ չեք տեղավորվում, որ այդ գործերն անեք ավարտեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այս եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 20-ին։
Հարգելի այճեղջյուրներ, այդ օրը ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանքի հետ կապված, ոչ նորություն է, տեղեկատվություն է, նաև հարցազրույցի կարող եք գնալ, պետական հիմնարկության աշխատողի հետ կարող եք հանդիպել, նաև այսպես թե այնպես հանդիպում էլ ունեք, մեկ այլ մարդու հետ է դա, օցեր կան կամ ձեր ճանապարհին են ֆշշնում կամ նախանձում են ձեր ճանապարհի հետ կապված, ինչ որ մի պահեր են այստեղ, բամբասանքներ կան նաև, կամ իրար հետ կարող եք ճանապարհ գնալ, ամբողջ ճանապարհին բամբասի, ձեր գլուխը տանի։ Նաև տատանվում եք, կարող է ճանապարհ եք օրինակ ուզում գնալ եւ ինքը ձեզ հեղափոխում է եւ սկսում եք արդեն տատանվել, արդյոք արժի գնալ, հաստատ լավ է, որ գնամ, եւ նման այլ հարցեր, կարող է ուղղակի կասկածների մեջ ձեզ գցի։ Եվ սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը սիրային ժամադրություն ունեք եւ ոմանց համար սա նաեւ ինտիմ հարաբերություններ է։ Համենայն դեպս քայլանելուց առաջ այստեղ զգուշացում ունեք, երկար մտածեք, հետո նոր։ Եվ թեկուզ ժամադրության գնալը, թեկուզ այնտեղ ինչ-որ մի բան ասելը, նաեւ կարող եք հանդիպել ձեր հարազատ մարդկանց հետ, պայմանավորվել եւ հանդիպել եւ դա եւս, ինչ-որ զգուշացում ունի, որ եւս ուշադրություն դարձեք, մի շտապեք ինչ-որ մի բան ասելու կամ անելու հետ կապված։ Եվ ոմանք կարող քնից շուտ արթնանան, որպեսզի պատրաստվեն, որ գնան այս ժամադրությանը, կամ պայմանավորվածությունը։ Օրվա ընթացքում ինչ-որ գործեր կմնան, չեք հասցնում անել ավարտել, ինչ-որ մեկ հետ կարող եք վիճել, հնարավոր է նաև տուն եք մաքրում, իսկ եթե վիճում եք, ապա մի փոքր երեկոյան։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ կամ ձեր մտերիմ ինչ-որ բարեկամ, հարազատ կարող գալ այդ աշխատանքի վայր, կամ աշխատանքի վայրում ինչ-որ մեկին գտնեք, ով որ ձեզ այդպես հարազատ կլինի, հարազատ կընդունեք։ Նաև կարող գնալ պետական հիմնարկություն եւ տեսնենք, որ այնտեղ ձեր ծանոթներից մեկն է աշխատում։ Եվ բացի դա էլ կարող ձեր ծանոթներից մեկը ընդունվի կամ պետական հիմնարկություն կամ այդպես ոստիկան, ինչ որ պետավտոտեսուչ եւ կարող են ընդունել ձեզ աշխատանքի, եթե գնաք տեսնեք ինքն է այնտեղ։ Նաեւ աշխատանքի վայրում ավելի հավատարմություն, մտերմություն կլինի, մեկը մյուսին կօգնի, կաջակցի, նման ինչ որ պայմաններ կարող են այնտեղ լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 20-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, բժշկական կենտրոն, դա կարող է լինել ուսման կենտրոն, բանկ եւ այլն։ Օցեր կան, բամբասանքներ, խոսակցություններ, չարլեզուներ եւ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, դա ինչպես կընդունեք։ Միգուցե ինչ-որ մեկից հրաժարվեք, հեռվանաք իրենից, բաժանվեք, կամ ինչ-որ բանից նաեւ այդ օրը կարող եք բաժանվել։ Ժամը ձեզ համար կարևոր է, ժամ եք պայմանավորվել եւ սպասում եք ձեր ընկերոջը օրվա ընթացքում։ Հրավերք որևիցե առիթին կամ նաեւ կարող է ուշանում է ձեր ընկերը, այստեղ դրա համար է ժամը երևում կամ իրար հետ ժամերով, սպասում եք իրեն եւ իրար հետ ժամերով կարող եք մնալ։ Որևիցե իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, նաեւ կարող վերջի մեկ ամսվա իրադարձությունն է, որը ավարտվում է, գնում է, օրինակ պետական հիմնարկություն, դրա համար եք գնում, ոնց որ վերջին վարկն եք փակում եւ վերջ։ Նաեւ որոշ գործեր այդ օրը կմնան, չեք հասցնում անել, ավարտել այդ օրը, վերջացնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։